Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալը շարունակում է գերել հեռուստադիտողների ուշադրությունն իր հուզական լարումով ու անընդհատ սրվող սյուժետային զարգացումներով։ Սերիալում իրադարձությունները գնալով դառնում են անկանխատեսելի, հերոսների ճակատագրերն ավելի բարդ ու դրամատիկ։ Դիանա Գրիգորյանի սցենարային լուծումներն այս փուլում հասնում են իրենց բարդության գագաթնակետին։ Նոր տեսանյութից պարզ է դառնում, որ հեռուստադիտողը վերջապես ականատես է լինելու Հենրիի և Անգելինայի երկար սպասված հանդիպմանը։ Այս տեսարանը, որը երկար ժամանակով կառուցվել է տարբեր ինտրիգներով, գաղտնիքներով ու լուռությունով, հղի է ամենախորը հուզական ներուժով։ Հենրին ճնշված իր ներսում կուտակված ճշմարտությամբ կանգնած է բարդ ընտրության առաջ։ Նա պետք է որոշի արդյոք պատմել Անգելինային այն ամենն, ինչ ինքն է իմացել, կախված նրա իսկական ծագման, իր հոր, թե Միքայելի ստերի մասին։ Ինստագրամում արված ինտրիգային հրապարակումը, որով գրված է Հենրին ասում է, որ և նախադասությունն այդպես էլ անավարտ է մնում, իր մեջ կրում է ոչ միայն ստեղծագործական սրություն, այլ նաև հանդիսատեսի հետ անմիջական հոգեբանական խաղ։ Հրապարակման ձևակերպումը միտումնավոր կերպով տողատակ է թողնում, որպեսզի բարձրացնի դիտողականությունն ու ամրացնի սպասելիքները։ Այս անավարտ նախադասությունն ինքնին վերածվում է հարցի՝ արդյոք Հենրին վերջապես համարձակվում է Անգելինային ասել այն ճշմարտությունը, որն ինքը գիտի։ Հնարավոր է, որ հանդիպման պահին Հենրին լռում է, որովհետև դեռ չի գտել խոսքեր, կամ էլ վստահ չէ՝ արդյոք Անգելինան պատրաստ է այդ ճշմարտությանը, բայց նույնքան հնարավոր է, որ ինքը որոշել է այլևս չապրել ստի մեջ և բացահայտում է նրա իրական ծնողների ինքնությունը, հատկապես հաշվի առնելով, որ արդեն տարբեր աղբյուրներից հայտնվում են փաստեր, տեսանյութեր, բժշկական տվյալներ, որոնք հաստատելու են, որ Անգելինան Միքայելի կենսաբանական դուստրը չէ։ Նույնիսկ եթե Հենրին չի ասում ճշմարտությունն այդ պահին, ապա ինքը որոշելու է քայլ առ քայլ տանել Անգելինային դեպի այդ բացահայտումը, գուցե համոզելու նրան իր աչքով տեսնել փաստերը կամ գտնել բժշկին, ով նրա ծննդյան պահին ներկա է եղել։ Այս հանդիպումը դառնալու է սերիալի առանցքային պահերից մեկը, քանի որ դրանից կախված է մի ամբողջ շղթայի բացահայտում։ Արդյոք այս խոսակցությունը կբերի սերիալի երկար սպասված բացահայտումներին, թե հերթական անգամ հերոսները լռությամբ կանցնեն կողքից, մնում է տեսնել առաջիկա դրվագներում։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր զարգացումներ, անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի միասին տեղեկանանք նոր սերիալներում կատարվող փոփոխությունների շոու-բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն նշենք, որ ամենահետաքրքիր ու դիտարժան սերիալները դեռ առջևում են, այնպես որ միացեք, որպեսզի բաց չթողնեք այս հետաքրքիր տեղեկությունները։ Ինչպես արդեն նշեցինք, Անգելինան արդեն հիվանդանոցում է, պարզ է, որ շատ շուտով հիվանդանոցում է հայտնվելու նաև Արամը, անկանխատեսելի իրավիճակում, երբ Սեմը որոշում է Բագրատից հոր վրեժը լուծել, սակայն գնդակը հավանաբար երկուսին էլ կպնում է, որովհետև տեսանյութ է հայտնվել, որտեղ Բագրատը ծանր վիճակում է, կաղալով է, գետնին ընկած։ Սա նշանակում է, որ գնդակը երկուսին էլ կպել է կամ ինչ-որ պատմություն կա այստեղ թաքնված։ Ամեն դեպքում Արամը ևս հայտնվում է հիվանդանոցում բավական ծանր վիճակում և նույն հիվանդանոցում է հայտնվում, որտեղ Անգելինան է պառկած, և Սոսը լսելով որդու ծանր վիճակի մասին, շտապում է Մոսկվայից վերադառնալ ու որդու կողքին լինել, բայց Սոսի համար նոր բացահայտում է սպասվում, երբ հիվանդանոցում տեսնում է Անգելինային։ Քույր ու եղբայր նույն հիվանդանոցում են, հայրը վերադառնում է։ Հեռուստասերիալի ամենաինտրիգային զարգացումներն այնքան մոտ են, որ նույնիսկ հեռուստադիտողները չեն պատկերացնում՝ ինչպես է Սոսը վերաբերվելու Անգելինային և ինչպես է բացահայտելու, որ հենց ինքն է Անգելինայի հայրը, կիմանաք շատ շուտով։ Նշենք, որ շատ շուտով բացահայտվելու է նաև, որ Անգելինայի հայրը բնավ էլ Միքայելը չէ և որ այս ամենը Միքայելի հորինած սուտն է։ Ինչպես է ներելու Հենրին Միքայելին, եթե իմանա, որ այս ամենը Միքայելի հորինած սուտն է և այս տառապանքներն իզուր են և իրենք ոչ մի քույր ու եղբայր էլ չեն, բայց արդյոք կկարողանա Հենրին ընդունել ու ներել Միքայելին։ Իսկ ինչպես է վարվելու Աննան այս բոլորի հետ՝ Սոսի, Լիլիթի, հոր, հորաքրոջ, Միքայելի, չէ՞ որ բոլորը նրան խաբել են։
բոլորը նրանից թաքցրել են ինչ-որ բան։ Այս ամբողջ ընթացքում Աննան ողբացել է իր դստեր կորուստը, սակայն դուստրն ապրել է իրենից բավական հեռու և հիմա այնքան մոտ է, որ նույնիսկ պատկերացնել հնարավոր չէ։ Նա ողբացել է Սոսի մահը, սակայն Սոսը ապրում է և ոչ միայն ապրում է, այլ նաև ամուսնացել ու համատեղ երեխա ունի իր հարազատ քրոջից։ Սա ինչ է նշանակում, որ շուրջ բոլորը խաբեբաներ են, որ Աննան ամբողջ կյանքն ապրել է ստի ու կեղծիքի մեջ։ Իսկ թե Դիանա Գրիգորյանն ինչպիսի հանգուցալուծում է որոշել այս կերպարների համար, ցույց կտա ժամանակը։ Նշենք, որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ միացեք մեր ալիքին միասին բացահայտելու ամենահետաքրքիրի մասին առաջինը։